Չինական կենդանակերպի համաձայն 2026 թվականը կլինի կարմիր հրե ձիու տարի։ Սա 12-ամյա կենդանակերպի ամենակենսուրախ եւ դինամիկ ցիկլերից մեկն է, որը կրում է շարժական եւ փոփոխության էներգիան։ Այս տարին, որը խոստանում է լինել դինամիկ եւ լի անակնկալներով, կսկսվի 2026 թվականի փետրվարի 17-ին եւ կավարտվի 2027 թվականի փետրվարի 5-ին։ Ինչ սպասել այս տարվանից։ Ձին խորհրդանշում է ազատություն, շարժում, արագաշարժություն, կիրք եւ հավակնություն։ Հրդեհային տարը ավելացնում է ավելի մեծ ինտենսիվություն, եռանդ եւ հնարավոր է անկանխատեսելիության մի փոքր երանգ։ Շատերը կսկսեն ավելի վճռականորեն գործել, հավակնոտ նպատակներ սահմանել եւ ձգտել դրանց հասնել։ Այս ժամանակահատվածում հաճախ տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, գիտական հայտնագործություններ եւ տեխնոլոգիական առաջընթացներ։ Այնուամենայնիվ պետք է պատրաստ լինել անսպասելիին եւ անկանխատեսելիին։ Արևելյան աստղագուշակության մասնագետները կանխատեսում են աճ եւ տնտեսական վերականգնում, բայց նաեւ զգուշացնում են շուկայական անկայունության մասին։ Հնարավոր են քաղաքական հակամարտություններ եւ միջազգային հարաբերությունների վատթարացում։ Մեծանում է նաեւ բնական աղետների ռիսկը, ինչպիսիք են հրդեհները եւ երկրաշարժերը։ Միաժամանակ տարին հիանալի ժամանակ է նոր նախագծեր սկսելու, ճանապարհորդելու եւ փոփոխություն կատարելու համար։ Հրդեհային տարը ուժեղացնում է կրքերը, հույզերը եւ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը։ Ձին է ուշադրության կենտրոնում լինել եւ նոր բաներ փորձել։ Տարին կնպաստի ստեղծագործական առաջընթացներին, օրիգինալ գաղափարներին եւ նորարարական լուծումներին։ Կարևոր է հիշել, որ կրակը կարող է նաեւ անսասան լինել։ Կարևոր է ճկուն լինել եւ պատրաստ հարմարվելու փոփոխվող հանգամանքներին։ Շատերը կփնտրեն ազատություն սահմանափակումներից, լինի դա աշխատանքում, հարաբերություններում, թե անձնական կյանքում։ Այնուամենայնիվ, ամեն նոր սկսվող տարի իր հետ բերում է նոր իղձեր, հաջողությունների եւ ձեռքբերումների նոր շրջան, որին անամբեր սպասում է յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր երկիր ու ժողովուրդ։ Հայաստանի համար, ինչպես միշտ, կարևոր է եղել խաղաղության, պետականության ամրապնդումն ու ինքնիշխանության լիակատար ապահովումը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։